Սկզբում Փաշինյանը սկսեց նրանից, որ սկսեց օգտագործել հայոյախառն արտահայտություններ։ Չուլանացված են։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Դրանից հետո տեսան, որ սա չի աշխատում, սկսեցին ներգրավել իրավապահ մարմիններին, որպեսզի կոմպրոմատներ հավաքեն ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեվորականների անձնական կյանքի վերաբերյալ։ Դրանից հետո շարունակում է Facebook-ում գրառումները կամ այլ հարթակներում, որով շանտաժի է ենթարկում հոգեվորականներին ու ներկայացնում կոնկրետ տարաբնույթ պահանջներ։ Տեսան, որ սա էլ չի աշխատում, ինչ սկսեցին անել։ Սկսեցին փնտրել կարգալույց հոգեվորականների։ Դրանից հետո սա էլ չաշխատեց։ Սկսեցին փնտրել, որ ամենավտանգավորն է հայոց եկեղեցու միասնականության տեսանկյունից գործող հոգեվորականներ, եւ այդ գործող հոգեվորականների միջոցով սկսեցին պառակտել ու հիմա էլ շարունակում են պառակտելու ու քանդելու գործընթաց հայոց եկեղեցու։ Եվ սրանով ինչ նպատակներ է նաեւ հետապնդում անձամբ Փաշինյանը։ Նախ եւ առաջ կատարել ադրբեջանական պահանջները, ադրբեջանական իշխանությունը հռչակել է հայոց եկեղեցին որպես թշնամական կառույց եւ 5-րդ չարասյուն։ Այս մասին անընդհատ խոսում է նաեւ Փաշազադեն, որը նրանց հոգեվոր առաջնորդն է։ Փաշինյանը նպատակ ունի սրանով եկեղեցին, այս արշավով եկեղեցին դարձնել ՔՊ-ի քարոզիչ եւ ՔՊ-ի կցորդ։ Ու առհասարակ ակնհայտ է, երբ ուսումնասիրում ենք հատկապես Փաշազադեի հայտարարությունները, որ Փաշազադեն ու Փաշինյանը գործում են այստեղ իրար լրացնելով։ Ուզում եմ նաև հստակ, որպեսզի մենք արձանագրենք, սիրելի հայրենակիցներ, որ այս գործընթացն այլևս հակաքրիստոնեական է եւ քրիստոնեության պաշտպանության դիրքերի մասին է, հարցը այստեղ պետք է դրվի։ Վաղուց այն դուրս է եկել միայն հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու առաքելությունից։ Մի մարդ, որ տապալել է ամբողջ երկրի կառավարումը, ձախողել է բոլոր ոլորտներում, ազգային ժողովի ամբիոնից 3 անում է խայտարակ հայտարարություններ, ամենասարսափելի ծանր հայոյանքներով, բառապաշարով, ատելություն սփռելով են զբաղված։ Իր համար հորինել է 4-րդ հանրապետություն եւ այդտեղ ուզում է նոր եկեղեցական բարքեր, նոր եկեղեցիներ ստեղծել։ Այդ 4-րդ հանրապետությունը հատուկ ուզում եմ արձանագրել ինձ համար նույնքան կեղծ ու շինծու է, որքան արևմտյան Ադրբեջան եզրույթը։ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ դուրս չեկավ դեղին մամուլի լրատվամիջոցի ղեկավարի իր կերպարից։ Ինչ են անում։ Բերում են գործող հոգեվորականների, այս վերջերս հատկապես դա շատ տարածված է։ Բամբասանքի մակարդակի խոսակցություններ են վերհանում։ Դուք հանդիպել եք կաթողիկոսին, ձեր խնդիրները բարձրաձայնել եք։ Այո, ես հանդիպել եմ ամենայն հայոց կաթողիկոսին, խնդիրների մասին խոսել եմ։ Իհարկե, ես խոսում եի իմ խնդիրներից եւ համայնքի խնդիրներից, բայց վեհապար այս ամբողջ ընթացքում այս խնդիրների մասին շատ չխոսելով, իր խոսակցության հիմնական թեման դարձյալ քաղաքական էր։ Որ ներքին խոսակցություններ տարբեր մակարդակներում, իբր որ տեղի են ունեցել ամենայն հայոց կաթողիկոսի, տարբեր հոգեվորականների հետ, որ ընդհանրապես ստուգելը չես կարող արդյոք նման բան տեղի ունեցել, թե չէ։ Հետո էմոցիաներ առաջացնող ինչ որ սուր բառեր է կպցնում դրանց վրա եւ գալիս է արդեն մարդկանց ուշադրությունը գրավելու համար, մարդկանց վրա ազդելու համար ունենում է ատելություն, ամենածանր ատելությունը պարունակող ելույթները ազգային ժողովի ամբիոնում։ Հստակ մենք արձանագրենք, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է նկատի ունենանք, որ մեր եկեղեցին մեր ազգային ինքնության հենասյուներից մեկն է, մշտապես եղել է մեր կողքին, հայոց ցեղասպանության տարիներին, այլ դժվար ժամանակահատվածներում։ Ես ինքս անձամբ տեսել եմ ինչպես են հայ հոգեվորականները քարորյա պատերազմի ժամանակ, 44-օրյա պատերազմի ժամանակ զենքը ձեռքներին կռվում առաջնագծում։ Մենք ունենք հոգեվորականներ, որոնք անհետ կորած են, որոնք արիաբար զոհվել են, որոնք վիրավորվել են պատերազմում եւ մինչեւ հիմա էլ շարունակում են իրենց ծառայությունը։ Ես ուզում եմ նաեւ դիմել մեր հայրենակիցներին։ Սիրելի հայրենակիցներ, չպետք է տրվել սադրանքների, պետք է լինենք մեր ազգային արժեքների պաշտպանության դիրքերում, չպետք է տրվենք կեղծիքների, չպետք է հավատանք մի մարդու, ով ասում է ես Ստեփան Ասատրյանի կարգալույց լինելը չեմ ընդունում, այն պարագայում երբ ստացվում է ինքը ընդունում է, նրա ձեռնադրված լինելը նույն ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Նիկոլ Փաշինյանը նաև որոշել է, որ գնալու է Էջմիածին հոգևոր հավաք է իրականացնելու եւ նաև չի հրաժարվում վեհապարին վեհարանից ազատելու մտքից։ Դուք սատարում եք Նիկոլ Փաշինյանին այս հարցում, այո կամ ոչ, եւ դուք ներկա լինելու եք այդ հանդիպմանը եւ վեհապարին վեհարանից դուրս հանելու process-ին։ Այն ինչ որ գրել եւ ստորագրել են, չփոխեն, այո, սատարելու եմ։ Սատարելու եմ։ Եվ արդեն պարզ է դառնում,
որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում։